Ես այս քաղաք ես միշտ կմալու կամ շակաչպես ճամփեքին զարգի գալուսեների ցախեցում ուզես բերեմ ցույց տամ դենցեվի ջարդ Սա Ամասիա համայնքի հեռավոր գյուղերի բնակիչների համար սովորական դարձած երևույթ է։ Քաղաք հասնելը նրանց համար իսկական փորձություն է տարվա բոլոր եղանակներին։ Քանդված ճանապարհներին չեն դիմանում անգամ ամենագնացները։ Շիրակի մարզի Ամասիա համայնքը բնակչության թվով ամենափոքրերից է Հայաստանում, ամենափոքրերից եւ ամենահոգսաշատներից։ Տան խնդրին համար բաժնվանք եկանք այստեղ ապրանք մեր երեխաներուն ապագան խորտագեցինք։ Հիմա այս երիտասարդությունն չի ուզում իրենց երեխեքին ապագան խորտագի։ Անասուն պահելով երեխի ապագա գեղնի, Երևան գերտան, այստեղ Գյումրի գերտան, որտեղ հարմար է։ Կառնարիչ գյուղից եւս ինչպես հարևան Շաղիկ, Ծաղկուտ, Զորակերտ եւ մյուս հեռավոր բնակավայրերից հեռանում են հիմնականում երիտասարդները աշխատելու, իսկ ընտանիքները այլ վայրերում մշտական բնակության։ Պատճառը ճանապարհ չկա, կաշ չկա, ինչ ասենք, դեմի կատկան տանինգը էժան, հերքանը մելիտրում գատ խանութին գանը, այն կետկան ինգեն ասարնը։ Այս տարածաշրջանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք փոխկապակցված են եւ նպաստել են արտագաղթին, այսօր էլ ներքին միգրացիային։ Բնակչության թվի նվազումը թուլացնում է համայնքի զարգացման ներուժը, իսկ ոչ բարվոք ենթակառուցվածքներն ու ծառայությունների սահմանափակ հասանելիությունը բարդացնում է մարդկանց կյանքը։ Համայնքի ղեկավար Ջեմա Հարությունյանը շարունակում է թվարկել պատճառները։ Բարդ կլիմայական պայմաններն է, անբարեկարգ ճանապարհներն է, մարդկային ռեսուրսներն են քչացել, երիտասարդները հիմնականում չեն ուզում զբաղվել անասնապահությամբ, նոր տեխնոլոգիաները դժվարությամբ են ներդրվում։ Անասնապահության ոլորտի խնդիրներն ու անասնագլխաքանակի նվազման պատճառները մի առանձին քննարկման թեմա է, որն արդիական է ոչ միայն այս տարածաշրջանում։ Հանրապետության բոլոր մարզերին բնորոշ է նաև զբաղվածության խնդիրը։ Երիտասարդները խուսափելով գյուղատնտեսությամբ զբաղվելուց հիմնականում մեկնում են մայրաքաղաք, աշխատում շինարարության, սպասարկման եւ այլ ոլորտներում։ Հիմնականում Երևանում են աշխատում, քանի որ այնտեղ շինարարությունը շատ արագ թափով զարգանում է։ Ջեմա Հարությունյանի խոսքով ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ հնարավորության սահմաններում աշխատանքներ տարվում են ամեն տարի։ Փորձում են ծրագրերում ընդգրկել Ամասիա համայնքի բոլոր բնակավայրերը։ Բոլոր գյուղերում ունենք լուսավորության ծրագիր, Կառնարիչում ունենք ջրագծի ծրագիր։ Յուրաքանչյուր տարի մենք նախատեսում ենք փողոցների որոշակի հատվածների բարեկարգում մեր բյուջեի սահմաններում։ Վերանորոգվելու են նորակառույց դպրոցներ տանող ճանապարհների որոշ հատվածներ, ինչպես տեղեկացրեց համայնքի ղեկավարը, Արեգնադեմի շահագործման հանձնված դպրոց են հաճախելու Գտաշենի եւ Ջրաձորի դպրոցահասակ երեխաները։ Բյուրակն բնակավայրում կառուցվում է դպրոց, որը պետք է սպասարկի ողջի եւ մեղրաշատ բնակավայրերին։ Իսկ Ամասիայում կառուցվող դպրոց կհաճախեն Հովտունի, Բանդիվանի եւ Հողմիկի երեխաները, եւս մեկը կառուցվում է Բերդաշեն բնակավայրում։ Կրթության նախարարությունից մարզպետարանից եկել են հանդիպման բնակիչների հետ եւ դա առաջարկությունը եղել է, որ մեկ երեխայի համար տեղափոխման համար տրամադրվի 2000 դրամ։ Կառավարության ներկայացուցիչները սա հարցի լուծում են համարել, սակայն գյուղերի բնակիչները դպրոցների կենտրոնացման որոշումը խանդավառությամբ չեն ընդունել։ Նրանք մտահոգված են, որ դպրոցների միավորումը կարող է ճանապարհի, տեղափոխության եւ անվտանգության հետ կապված խնդիրներ առաջացնել։ Բնակիչները նշում են, դպրոցը ոչ միայն կրթական հաստատություն է, այլև գյուղի կյանքի ու կենսունակության կարևոր կենտրոն, եւ նոր որոշումը ավելի կխորացնի գյուղերի ժողովրդագրական խնդիրները։ Քանդվի գյուղը Եթե երեխանդի չսորվի դպրոցի չերտա, εμերը միմանը իմաստը վերնի մենալու։ Այդ գոյա դպրոցը քանդենի։ Այս տարածմետով սա քանդրտեցին։ Եմ բան չմենաց։ Գյուղացիները թվարկելով խնդիրները սովորաբար չեն մոռանում խոսել ամուսնությունների թվի կտրուկ նվազման մասին։ Նշում են, գյուղերում հարսանիքների կարոտ են, տղաները չեն շտապում, աղջիկներն էլ հեռավոր գյուղեր հարց չեն գալիս։ Աղջիկ չկա չեն գարնաճարի, որ ամուսնանան։ Էթո ուշտերից բերես։ Ուշտերից չեն կա, գյուղը գիմանան օրեսաննես, սարերում մեջը չեն կա։ Շատ կան չամուսնացած տղեկ։ Համարյա մի 10-20 հոգի կան։ Չեն ամուսնանա։ Դու 3 հատ տղա ես ունիմ ամուսնացնել քեզ վերնես։
Դատարկվող տները, փակվող դպրոցները, աշխատանքի սահմանափակ հնարավորությունները նույն շղթայի օղակներն են։ Գյուղացիները չեն ուզում, որ իրենց բնակավայրերը պարզապես պահպանվեն քարտեզի վրա։ Նրանց ցանկությունն է, որ այնտեղ ապրելու, աշխատելու եւ ընտանիք կազմելու հնարավորություն լինի։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Regions TV, Շիրակի մարզ, Ամասիա համայնք։